Ամսի 4-ից որոնվող փոքրիկ Տիգրանի մասին թերևս ողջ ազգը գիտի։ Բոլորս շնչակտուր սպասում ենք լավ լուրի։ Բայց այս ֆոնի տակ լիքը ոչ բարով անհատներ, կայքեր եւ էջեր փորձում են մի անմեղ փոքրիկի հաշվին լայքեր հավաքել, իրենց ակտիվը բարձրացնել, կամ որ ավելի սարսափելի է, սեփական անձը գովազդել։ Մտնում ես համացանց ամեն նուր փոքրիկի մասին է, իրարամերժ ինֆորմացիաներ, տարբեր կարծիքներ, քնից արթնացողը մի լայվ է մտնում եւ անիմաստ քարոզներ անում։ Թե բա մենք մարմարիկում ենք, փնտրում ենք Տիգրանին, ուղակի լայվ մտա, որովհետև շատ եք իբր հարցեր գրում։ Ամենուր մոտավոր այս տեքստով լայվեր են, որոնք իրոք զզվելի են արդեն։ Գնացել եք, մի բանով օգնեք, թե մարդու կյանքի հաշվին ձեր ճղճիմ անձը գովազդեք։ Կամ նայում ես իբր էքստրասենս եւ գուշակ են, մի շաբաթա տարբեր հիմարություններով լայվ են մտնում, դիտում հավաքում, բայց ասածների մեջ էլ ոչ իմաստ կա, ոչ իրողություն։ Լավ, որ այդքան քնից արթնացողը մի բան գրում է երեխայի մասին, դուք գոնե պատկերացնում եք այդ երեխայի ծնողների վիճակը։ Կարծում եք դուք այդպես օգնում եք իրենց։ Ինչու եք մարդկանց ցավը կրկնապատկում ձեր էշություններով, այ տխմարներ։ Առաջարկում ենք մինչև հստակ նորություն չլինի, երեխայի մասին ոչ մի ենթադրություն չգրել, երեխային չօգտագործել ձեր լայքերի, դիտումների եւ ակտիվի, սեփական չկայացած անձը գովազդելու համար։ Հարգեք փոքրիկին եւ նրա ընտանիքին։ Լավ բան եք ուզում անել, ուրեմն աղոթեք անդադար։ Նյութի աղբյուրը Facebook-յան ուղեցույց էջ։ Այս օրերին, երբ հարյուրավոր փրկարարներ իրենց կյանքը եւ առողջությունը վտանգի տակ դնելով փնտրում են փոքրիկ տղային, մեդիադաշտում մոլեգնում է մի նոր համաճարակ, որը կոչվում է աղետների ինֆլուենսինգ։ Ինչքան փնթի եւ փթիր բլոգեր եւ ինքնահռչակ էքստրասենս կա, իր պարտքն է համարում լացակումած դեմքով մի հոլովակ նկարել, հետո նորից անցնել իր առօրյային։ Մի աղջիկ ասում է, թե երեխային բերեք տվեք ինձ, ոչ մեկին չեմ ասի, մյուսը թե բա հարյուրներով նամակներ եմ ստանում, ցավոք դեռ նորություն չունեմ։ Կարծես թե իրենք փրկարար ծառայության պետն են կամ իրավասու մարմին։ Մյուսը, թե բա երեխայի էներգիան զգում եմ, այսինչ տեղում է եւ հազար ու մի ցնդաբանություններ, որոնք բոլորը մեկ նպատակի են ծառայում՝ դիտումներ, լայքեր, երբեմն նույնիսկ մոնետիզացիա, այլ կերպ ասած շոու եւ ոչինչ ավելին։ Պակաս զարմանալի, նույնիսկ զազրելի չէ այն հանգամանքը, որ նմանատիպ աղբը փաստորեն մեծ պահանջարկ ունի մեր հասարակության շրջանում։ Որքան էլ հասկանալի լինի թեմայի վերաբերյալ հասարակության հուզական վիճակը, պետք է հասկանալ, որ դու որպես այդ օրինակ աղբի դիտող կամ տարածող նույնպես կրում ես պատասխանատվություն։ Քո մի լայքը, քո մի շեյրը խրախուսում է նոր շոուների գեներացմանը։ Իսկ այդ շոուների հետևում հաճախ քանդվում է քննության ընթացքը, ցավալիորեն շահարկվում է ընտանիքի վիշտը, ոտնահարվում երեխայի եւ նրա հարազատների արժանապատվությունը։ Պետք է պետական մակարդակով արգելվեն նմանատիպ դեպքերում ամեն հին եւ նոր բլոգերների հրապարակային եթերները, ոչինչ չասող, ոչինչ չտվող զառանցանքները։ Վերջապես պետք է գիտակցենք, որ եթերն ու բարձրախոսն առաջին հերթին պատասխանատվություն են, ոչ թե ինքնահաստատման միջոց։ Ցավը բովանդակություն չէ, ցավը կոնտենտ չէ, ողբերգությունը գովազդի տեղ չէ։ Միևնույն ժամանակ խորին խոնարհում հարյուրավոր փրկարարներին, ոստիկաններին, կամավորներին, դրոններով օգնության հասած գործընկերներիս եւ իրապես սրտացավ քաղաքացիներին, ովքեր աշխատում են իրենց մասնագիտական եւ մարդկային պարտքից դրդված։ Մի հատ PR կամ շոու չտեսանք այդ մարդկանցից։ Գրել է լուսանկարիչ Էդգար Հարությունյանը Facebook-յան իր էջում։ Անի Քոչարը Instagram-յան իր էջում գրել է. Մանկության տարիներին ես 2 անգամ կորել եմ։ Առաջին անգամը նախադպրոցական տարիքում, Ռուսաստանում ծնողներիս հետ շրջագայելիս։ Գնացքով մի քաղաքից մյուսը գնալիս, կանգառի ժամանակ հայրս իջնում է գնացքից եւ ես հետևից վազում եմ։ Մայրս կարծում է հասել եմ հորս, նրա հետ եմ, հայրս հանգիստ է, որ մորս հետ եմ։ Ես հայրիկիս չեմ գտնում եւ երբ լսում եմ, որ գնացքը պատրաստվում է շարժվել, իսկույն վերև եմ բարձրանում, մտնում գնացքը, երբ ծնողները իրենց կորցրած արդեն ինձ էին փնտրում։
Մի անգամ էլ տոնավաճառում, դժվարին 90-ականներին, հստակ թիվը չեմ հիշում, մայրիկիս կողքից մի պահ հետ եմ մնում, կողքերս նայելով անուշադիր, որ մայրիկիս կողքով չեմ քայլում, բռնում եմ այլ կնոջ ձեռք եւ այդ պահին է հասկացվում, որ կորել եմ։ Ինձ տանում են տոնավաճառի ռադիոհանգույց եւ հայտարարում, որ երեխա է կորել, դե մայրս էլ ինձ էր փնտրում։ Շատ անգամներ են եղել նաև, որ ես չարաճճի, ինքնագլուխ, անվախ եւ արկածախնդիր երեխաս, պատանիս, երեխաների հետ բակում խաղալիս թռել եմ եւ գնացել ձորը։ Մենք ապրում էինք Հրազդան գետից Երևանյան լճից հոսող գետին մոտ եւ հաճախ էինք իջնում ձոր Ազնվամորի ցոգոլ ուտելու, վարարած գետակը քարեր նետելու։ Ինչու եմ այս ամենը պատմում, այն պարզ պատճառով, որ բոլոր այս դեպքերում եւ շատ այլ ինձ հետ կարող էր մի փորձանք պատահել, մի դիպված լինել, որը կպատուհասեր ինձ եւ ընտանիքիս։ Բարեբախտաբար ամեն բան անվտանգ եւ անհետևանք է անցել, բայց դեպքերը տարբեր են։ Կորած բալիկի եւ մյուս դեպքերով էլ մշտապես մեղադրում են ծնողներին, պատկերացնում եմ, թե դա որքան է նրանց ցավեցնում։ Կուզեի մեղավոր եւ անմեղ մենք չորոշենք եւ միայն աղոթենք փոքրիկի համար։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այս դժբախտության ֆոնին ինքնագովազդվում, ինքնադրսևորվում եւ ինքնահաստատվում են, պարզապես զազրելի են։ Ով չալարեց իրեն ցուցադրեց այս թեմայով, բայց այն որ հեչ տեղն ու ժամանակը չէ։ Լռելը երբեմն գանձ է։ Այս աղմուկը որևէ բանի չի նպաստում եւ ոչ էլ օգուտ է տալիս։ Իհարկե չհաշված որոշ շարլատանների ինքնագովազդը։ Աստված սիրեք, լռեք եւ աղոթեք եւ թողեք իրավասուներին իրենց գործն անեն։ Իսկ եթե ցանկանում եք օգնել եւ ինքներդ էլ փնտրել, օգնեք, արեք դա լուռ եւ առանց շոուների։ Մարդկանց դժբախտության վրա եւ համընդհանուր հույզերի ալիքի վրա մի խաղացեք։ Հետգրություն, միշտ աղոթեք ձեր երեխաների համար, միշտ ուրախ եւ տխուր օրերին։